Խմբակցությունը կարողանա սուր ընդդիմադիր խմբակցություն դառնալ եւ նեղը դնել կպականներին։ Մարդ են դառել են, ու կդառնան։ Բայց առաջին երկու օրվա ելույթները այդքան էլ դրա մասին չեն խոսում։ Նարեկ Կարապետյանը ավելի շատ հաստատ է, որ կառուցողական լինի, քիչ լինի, բանավեճը կառուցի, Ռուբինյանի առաջարկին ոնց որ թե դեմ չեն։ Նարեկ Կարապետյանը միշտ է կիրք, միշտ կառուցողական, ինչ վերաբերվում է մեր երկրին, իր մոտ այդպիսի մոտեցում միշտ լինելու է։ Իսկ Փաշինյանին հեռացնելու օրակարգը երբանից պետք է այսպես միսու այգուն ստանա, խորհրդանում կամ դրանից դուրս։ Ամեն օր ստանում է։ Փաշինյանը ավելի շուտ ինքը իրեն կհեռացնի։ Այս քանի տարի եղավ, 8 տարի չի հեռացնում դեռ, ոնց որ թե ոչ ընդդիմությունն է կարողանում, ոչ ինքն է իրեն հեռացնում, ինչի պիտի հեռացնի։ Մի քիչ էլ սպասենք։ 8 տարի սպասել եք, մի քիչ էլ սպասենք։ Ինչքան մի քիչ։ Քիչ։ Այսօր օրինակ հիշեցնում էին, հեգնում էին քպականները, ասում են, բա ուր է ձեր վարչապետը, ասում են, նիստեր անում եք, Ասեք, որ ստեղ եմ, դատարանում եմ։ ասում են, նիստեր անում եք, այդ արձանագրությունները հետո ուր եք ուղարկում։ Էսա նիստերը դատարանում ենք անում։ Կառավարության նիստերը վարչապետը ստեղ դատարանում եք։ Այո։ Դուք դեռ Ուրիշ հնարավորություն չկա։ Դուք դեռ վստահ եք, որ վարչապետ եք դառնալու շուտով եւ Ինձ մոտ դուք եք վստահ։ Դե ճիշտ ասած դուք այնքան եք վստահեցել, որ մենք համարյա հավատում ենք, որ ընտրություններին դուք հաղթել եք, բայց արդյունքները մի քիչ այլ բանի մասին վկայեցին։ Այդպիսի արդյունքները ոչ ձեզ են պետք, ոչ իրենց, ոչ մեզ։ Արդյունքներ, որ հետագայում կտանեն մեր երկրի կործանմանը, ու կտեսնենք։ Աստված չանի, ես ճիշտ եմ։ Հեռացումը գործնականում ինչպես ենք տեսնելու։ Քայլ գնում ենք առաջ։ Հնարավոր է դուք էլ Հայաստան դաշինքն էլ այսօր բանից սկսած պատրաստեք 31 թվականի ընտրություններին։ Ոչ, մենք չէ։ Դուք չեք։ Այսինքն փողոցային պայքար սպասում է։ Դե գիտեք, փողոցային կամ ոչ փողոցային, շատ եք փողոցի հետ։ Փաշինյանը ոնց որ դուրները տեկել է այդ փողոցներում վազվզելով։ Թողեք հանգիստ գնանք։ Հետ ճիշտ ասած փողոցներում այնքան ենք վազվզել, թե Փաշինյանի հետևից 18 թվին, թե ընդդիմության հետևից լավ հոգնել ենք։ Դուք ուրիշ բան առաջարկեք։ Ես ասեցի, Փաշինյանը ամեն օր գնալով ձախողվելու է։ Ես վստահ եմ գալու է օրը, հենց ԿՊԱ-ականները իրեն հեռացնել են։ Այդ հույսով եք սպասում, որ Փաշինյանը։ Այդ հույսով էլ եմ, ուրիշ հույսեր էլ ունեմ։ Նախորդ 5 տարին ուզում են impeachment անեն, չստացվեց, էլի այդ հույսով որ ԿՊԱ-ականներին պետք է գան Ես impeachment-ը անուն չտվեց։ Դատական ընթացքի մասին ինչ կասեք։ Սովորական դատական անիմաց դատական ընթացք։ Պարոն Կարապետյան, փաստորեն նաև հույքային հայց պահանջ ներկայացվեց շուրջ 7 միլիարդ դրամի հույք են ցանկանում բռնագանձել հօգուտ Հայաստանի։ Դե ուրիշ ոչ մի ձևով չեն կարողանում այս մարդիկ զարգացնեն, դրա համար ընկել են մարդկանց գրպաներից, ուզում են ինչ-որ բան քաշքշեն։ Դոլարային միլիարդատեր եք, այս ամեն ինչը որ տեղի ունեն, այդ միլիարդավոր դրամները ձեզանից օրինակ բռնագանձեն, ձեր վարկանիշը որպես դոլարային միլիարդատեր իջնի, Forbes-ում կամ վարկանիշը որպես միլիարդատեր չիջնի, բայց իմ ռեպուտացիան կիջնի։ Բայց միևնույն է, թեկուզ ապորի ձևով եթե բռնագանձեցին, ձեր հաշիվները պակասել են, չէ՞, ձեր ունեցվածքը նվազելու է, պարոն Կարապետյան։ Մենք էլի կավելացնենք, այդ շնորհքը ունենք։ Հա, շատ։ Ծառուկյանի մասով ինչ կարող եք ասել, Ծառուկյանին տանում է սնանկացման, հա, երկրորդ խորհուրդ բիզնեսները, ոնց որ թե նաև ձեր այդ զուգահեռ համ ձերը համ Ոչ մի բան չեն կարող անել, ոչ Ծառուկյանին, ոչ ինձ։ Իրենք ինչ-որ բաներ, հա, վերցել են ուզում են կառավարեն։ Դե հեծը խլեցին։ Հələ պիտի մարսեն, խլելը խոմ մի քայլ անելը։ Ռոմանոս Պետրոսյանն լավ է մարսում։ Դե բայց մենակ Ռոմանոս Պետրոսյանն է մարսում, հələ մյուսները չեն մարսում։ Գոնե դուք անկեղծ կասեք, դուք իրեն ինչքան աշխատավարձ եք տալիս, ինքը չի ասում։ Ես չգիտեմ, ինքն է իրան աշխատավարձ նշանակել ու տալիս։ Ինչքան է 5 միլիոն է, ճիշտ է։ Ես չգիտեմ, ազնությամբ չգիտեմ։
ԿՊ-ն կոչ անում ազգային ժողովում բարեկիրթ լինել միմյանց հանդեպ այս կողմից նկատում եք բարեկիրթություն։ Ընդհանուր բացառությամբ մի հոգու ոչինչ, դեռ ոչինչ, Կախու են տարում։ չգիտեմ, մի հոգի կա, որ բոլորը ամեն ինչի համար պատասխան են տալու։ Գնացեք։